Շարունակենք զրույցը Սուրբ հաղորդության վերաբերյալ ըստ Զաքարիա Վարդապետ Բաղումյանի 100 հարց Սուրբ մկրտության մասին գրքի։ Ում պետք է խոստովանել մեղքերը։ Այս կարևոր հարց է, որտեղ շատերը տարբեր տեսակի մտածումներ եւ գաղափարներ ունեն, միայն քահանայական ձեռնադրություն եւ օծում ունեցող հոգեվորականին, որը կարող է լինել եւ ամուսնացյալ եւ կուսակրոն, այսինքն քահանա, աբեղա, վարդապետ, ծառայագույն վարդապետ, եպիսկոպոս, արքիեպիսկոպոս, պատրիարք եւ կաթողիկոս։ Սարկավագը քահանայական աստիճան չունի, սարկավագին մեղքեր չեն խոստովանում եւ սարկավագը չի կարող մեղքերին թողություն տալ։ Ուրեմն քահանայից սկսած բոլոր կուսակրոններով վերջացրած կաթողիկոսով քահանայական աստիճան ունեն։ Նրանք առաքյալների իրավահաջորդն են եւ Տիրոջ կենթանի խոսքի համաձայն բացառապես նրանց է տրված մարդկանց մեղքերը արձակելու կամ կապելու իշխանությունը։ Եվ մեջբերում է ավետարանից. ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում, եւ ինչ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում։ Մատթեոսի ավետարան։ Երբ մեր Տերը հարությունից հետո երևաց աշակերտներին, մարդկանց մեղքերին թողություն տալու իշխանություն տվեց նրանց, ասելով. առեք Սուրբ Հոգին, եթե մեկի մեղքերը ներեք, ապա ներված կլինեն, եւ եթե մեկի մեղքերը չներեք, ապա ներված չեն լինի։ Հովհաննես ավետարան։ Խոստովանության քանի տեսակ կա մեր եկեղեցում։ 2. Անհատական եւ ընդհանրական։ Որն է անհատական խոստովանությունը։ Անհատական կամ առանձնական խոստովանության ժամանակ մարդը գնում է քահանայի մոտ։ Նրան խոստովանում իր գործած մեղքերը, որի վերջնական արդյունքում մեղքերի թողություն է ստանում հոգևորականից հատուկ բանաձևի միջոցով։ Ապա միայն դրանից հետո նրան թույլատրվում է Սուրբ հաղորդության մոտենալ։ Անշուշտ, անհատական խոստովանությունը վկայում է տվյալ մարդու հոգևոր բարձր գիտակցության մասին։ Չէ՞ որ մարդկայնորեն դժվար է գնալ եւ մեզ նմանին պատմել մեր մեղքերը եւ գործած հանցանքները։ Խրախուսելի է, որ հատկապես ծանր մեղքերի դեպքում քրիստոնյան անպայման անհատական խոստովանության գնա եւ ոչ թե ընդհանրական։ Մեկ բան էլ, ներվում են բոլոր այն մեղքերը, որոնք մենք խոստովանում ենք։ Ինչ է ընդհանրական խոստովանություն։ Այս անհատականի մասին ասեց, որ առանձին պիտի գնա քահանայի մոտ խոստովանի։ Ընդհանրական խոստովանությունը եկեղեցում կատարվում է կամ Սուրբ Պատարագից առաջ, կամ էլ ընթացքում, երբ բոլորը ծնկի են գալիս քահանայի առաջ եւ հավատացյալներից մեկը բարձրաձայն կարդում է բազմազան մեղքերի խոստովանության մի աղոթք, ամեն մի պարբերությունից հետո ասելով մեղա Աստծո։ Մեղանչեցի, մեղա Աստծո նշանակում է մեղանչեցի կամ մեղ գործեցի Աստծո դեմ։ Իսկ հոգևորականը պատասխանում է Աստված թողություն շնորհի։ Խոստովանության վերջում հոգևորական իրեն տրված իշխանությամբ թողություն է տալիս ներկաների մեղքերին եւ խոստովանության մասնակիցներին հնարավորություն են ընձեռում ճաշակելու Քրիստոսի մարմինն ու արյունը։ Դժբախտաբար մարդն ի վիճակ քիչ է հիշելու իր բոլոր մեղքերը եւ խոստովանելու, ուստի Սուրբ Գրիգոր Նարեկացին դավանաբանական իր խրատում ասում է. ինչ հիշեց, խոստովանեց եւ ապաշխարեց, այդքանով սրբեց, եւ ինչ էլ չկարողացավ հիշել, այն Քրիստոսի մարմինն ու արյունն է սրբում։ Ոմանք ասում են տարբերություն չկա, դու կարող ես անհատական խոստովանությամբ խոստովանել մեղքերդ, կարող ես ընդհանրական խոստովանությամբ խոստովանել մեղքերդ, այսինքն որը քեզ նախընտրելի է կամ որին դու հասել ես։ Երկուսն էլ կարևոր է, մեկը մյուսին չի փոխարինում։ Ընդհանրական խոստովանությունն ըստ իս բոլոր այն մեղքերի համար է, որոնք մենք հիշում ենք, չենք հիշում, գիտակցում ենք, չենք գիտակցում, որտեղ մենք օրվա մեջ բազմաթիվ մեղքեր ենք գործում, որոնք նույնիսկ չենք էլ անդրադարձ անում։ Ոմանց անդրադարձ ենք անում, ոմանց անդրադարձ չենք անում, ոմանց համար զղջում ենք, ոմանց համար չենք զղջում, որտեղ կարող է հասկանանք էլ, որ սխալվեցինք, բայց տենց խորը չենք զղջում,
Եվ այսպես բազմաթիվ մեղքեր կան, հիշել անհնար է։ Ես կարծում եմ ընդհանրական խոստովանությունը սրա համար է։ Այս մեր բոլոր գործած, հիշված, չհիշված, գիտակցված, չգիտակցված մեղքերի համար, այսինքն մենք գիտակցելով որ մեղավոր ենք, այդ մեղքերի ամբողջ շարանին ասում ենք այո, մեղա, մենք այդ բոլորից ունենք, կամ այդ բոլորը նույնիսկ եթե հիմա մեկ առ մեկ չեմ հիշում, միևնույն է, գիտեմ, որ իմ մեջ կա, ես այդ բոլոր մեղքերի կրողն եմ եւ թողություն եմ խնդրում։ Իսկ անհատական խոստովանությունը պետք է, երբ որ մարդը կոնկրետ մեղք կա գործում, այսինքն կոնկրետ մեղք, որը ծանրանում է իր հոգու վրա, հա, պետք է գնալ անհատապես խոստովանվել, որտեվ հիմա ես ասեմ ընդհանրական խոստովանություն եւ անհատական խոստովանության տարբերությունը ըստիս բժշկական տեսանկյունից նայենք։ Մարդը հիվանդ է, գնում է բժշկի մոտ, իր հիվանդության կոնկրետ ախտանշանները պատմում է բժշկին։ Եվ բժիշկը ըստ այդ ախտանշանների հարց ու փորձ է անում եւ ճշտում է այդ մարդու հիվանդության ախտորոշումը անում է եւ համապատասխան բուժում է նշանակում։ Սա անհատական խոստովանությունն է։ Ընդհանրականը ոնց է։ Ընդհանրական խոստովանության ժամանակ մարդը գնում է բժշկի, չի ասում ես տեղս, ասում է բժիշկ վատ եմ զգում։ Բժիշկն էլ ասում է այս բաները արա, ընդհանուր բան է ասում, լավ կզգաս, որտեղ կոնկրետ չգիտի այդ մարդու ցավն ինչ է, որ ասի ինչ է, ես որ համեմատենք այսպես, այսինքն ընդհանրական խոստովանության ժամանակ քահանան չի իմանում քո գործածը մեղքի ինչ է, որտեղ 10 հոգով կամ 20 հոգով կամ 100 հոգով, հա, նույն աղոթքին ասում ենք մեղա Աստծո եւ քահանան էլ ասում է ինչքանով որ զղջացիք, ինչքանով որ հիշեցիք, ինչքանով չհիշեցիք, թող Աստված ների ձեր մեղքերը։ Այսինքն մենք դեղ չստացանք քահանայից, մենք ուղղակի, հա, քահանան մեզ թողություն տվեց, բայց անհատական խոստովանության ժամանակ ես գնում եմ ասում եմ Տեր հայր, ես այս ինչ մարդու հետ երեք զրուցում էի, ինքը ինձ բան ասեց, ես խաբեցի իրեն, եւ հիմա սրտից վրա ծանրացել է, որ սուտ եմ խոսել։ Տեր հայրն ասում է, իսկ խաբելու դրդապատճառը ինչ էր։ Կարող է մարդը վախից սուտ խոսի, կարա, հա, մի բանը վախենում է սուտ ասում, չէ։ Կարա մարդը շահից սուտ խոսի, չէ, սուտ խոսի, որ մի բան շահի ինքը դրա մեջ, հա, շահ ունենա, կարա մարդը, չգիտեմ, ուրիշ հասարու մի պատճառներից սուտ խոսի, ագահությունից կամ ինչ բաներից մարդը կարա սուտ խոսի, նույնիսկ հպարտությունից մարդ կարա սուտ խոսի, չէ, չի ուզում խոնարհվի, չի ուզում ասի, որ ես սխալ էի, սխալվեցի սուտ ասի, հա, որտեվ հպարտ է, չի կարող խոնարհվել։ Հիմա այս բոլորը կարա լինի, քահանան փորձում է հասկանալ ինչն էր քո սրտի պատճառը։ Եվ որ համապատասխան, եթե հպարտությունն էր, ուրիշ բան պիտի ասի, եթե վախն էր, ուրիշ բան պիտի ասի, այսինքն որոշակի խորհուրդ պիտի տա, որոշակի պիտի ապաշխարանք նշանակի օրինակի համար։ Մարդուց բան ես գողացել։ Գալիս ես ընդհանրական խոստովանության, հա, այնտեղ ասում է ձեռքերից գողությամբ, հա, դու զղջում ես քո սրտի մեջ, հիմա քահանան արձակեց, ներվեցիր թե չներվեցիր։ Ես կարծում եմ այդ պարագային դու չներվեցիր։ Ինչի համար։ Եթե դու գնայիր անհատական խոստովանության, քահանան պիտի ասեր, ումից ես գողացել, ինչքան ես գողացել, ինչու ես գողացել, եւ վերջում քահանան պիտի ասեր, տար գողացածդ վերադարձրու, որ Աստված ների։ Բայց չես կարա գնաս գողություն անես, հետո գաս ընդհանրական խոստովանության ծունկի գաս, բոլորիդ ասես մեղա Աստծո, ու ասես Աստված ինձ ներես ու գնաս այդ գողացածդ վայելես, այսպես ասեմ։ Հա? Այդտենց ոնց կլինի։ Այդտենց մեղքերի թողություն չի լինում։ Կամ մարդը ինչ որ մի մեղքի մեջ է, հա? Շնության մեղքի մեջ է, կամ չգիտեմ ուրիշ մեղքի մեջ է, ու գալիս ընդհանրական խոստովանության ասում Աստված ինձ ներեց։ Ու շարունակում է մնալ այդ մեղքի մեջ է, ոնց կլինի տենց։ Քահանան պիտի կոնկրետ ասի։ Օրինակ կարող եմ ասել, մեկը իր աշխատանքի վայրում աշխատակիցներից մեկի հետ վիճաբանության ժամանակ տենց տաքացել էր խոսակցությունը, վիրավորել էր աշխատակցին։ Եվ խորը ցավ էր ապրում, դե այդ պահին
չէր զգացել, որ տաքացել էր, ինչ որ մի վիրավորական խոսք էր ասել իր գործընկերոջը, հետո գնացել էր տուն, զղջացել էր եւ ցավ էր ապրում եւ ասեց մեղք եմ գործել, ցավ եմ ապրում։ Ես ասում եմ, գիտես, լավ է, շատ լավ է, որ զղջում ես, ցավ ես ապրում, բայց դու պիտի գնաս այդ մարդուց ներողություն խնդրես։ Ասեց կգնամ, ասեցի, բայց լսի ոնց պիտի ներողություն խնդրես։ Դու եւ ինքը առանձին եք, որ իրար վիրավորեցիք, չէ, ասեց մեր ամբողջ կոլեկտիվի ներկայությամբ եմ վիրավորել։ Ասեցի պիտի գնաս ամբողջ կոլեկտիվի առաջ ներողություն խնդրես։ Ասում եմ չեմ կարող։ Հիմա ասում եմ տես, ինչքանով արդար։ Ես հեռուստացույցով մի մարդու մասին, հա, չարախոսություն կամ հեյուրան կամ սուտ տարածեմ հեռուստացույցով, հետո ես զանգեմ հեռախոսով իրան ասեմ կներես։ Արդյոք ճիշտ է։ Եթե ես հեռուստացույցով խոսել եմ, ամբողջ հեռուստալսարանը լսել է իմ ասած խոսքը, ուրեմն ես պարտավոր եմ նաև հեռուստացույցով էլ հրապարակային ներողություն խնդրեմ իմ ասածների համար, որ ներողություն եմ խնդրում, ես սխալվել եմ։ Ես այդ մարդու մասին ինչ որ ասել եմ, սխալ է եղել։ Այս կլինի ներողություն խնդրելը, թե չէ դու չես կարող հրապարակային մեկին վիրավորես, գնաս ծածուկ իրան քաշես պատի հետև ասես ներողություն եմ խնդրում, կամ զանգես հեռախոսով ասես ինձ կներես։ Եվ երբ որ այդպես ասեցի, այդ մարդն ասեց, այդ մեկը չեմ կարա, գնամ բոլորի առաջ ներողություն խնդրեմ, դե ասեցի չես կարող, ուրեմն թողություններ չես ստանա։ Գնա աղոթիր, թող Աստված քեզ օգնի։ Եվ մարդը գնաց մի շաբաթ հետո ուրախ եկավ։ Ասում այս մի շաբաթ դրա համար աղոթում էի եւ վերջի օրը ասում հարմար առիթ եղավ, ամբողջ կոլեկտիվով միտեղ հավաքված էին եւ Աստված կարծես ինձ հիշեցրեց, դու անելիք ունես դեռ։ Եվ ասում բոլորի առաջ ասեցի ներողություն Ժողովուրդ ջան, ես մի բան ունեմ ասելու, խնդրում եմ բոլորդ ուշադիր եղեք։ Անցած շաբաթ ես մեր այսինչին վիրավորեցի, խոսք ասեցի եւ դրա համար շատ զղջում եմ եւ ցավ եմ ապրում։ Այսինչ ջան, այս բոլորի առաջ խնդրում եմ ինձ ներիր, ես սխալ էի անցած անգամ։ Եվ շատ ուրախացած մարդը թեթևացած եկել էր։ Էլ կարծես թե նույնիսկ կարիք էլ չկար իրան թողություն տալու, որտեվ ինքը արդեն իր մեղքի, այսպես ասեմ, պատիժը կրել էր, պատիժն ինչ էր, որ ներողություն խնդրեց, հատուցեց իր մեղքի դիմաց։ Հասկանում եք, այսինքն այս բաները ընդհանրական խոստովանության ժամանակ չի լինում։ Բայց դու պիտի, եթե կոնկրետ, ես ասեմ, ընդհանրական խոստովանությունը հաճախակի պետք չի մարդուն։ Ընդհանրական խոստովանությունը ժամանակ առ ժամանակ ապեր, երբ որ մի մեղք ծանրանում է մարդու հոգու վրա։ Էս էլ է կախված մարդու հոգևոր վիճակից։ Եթե մարդը բարձր հոգևոր վիճակ ունի, այսինքն բավականին բարձր աստիճանի ասել իր հոգևոր կյանքը, ինքը կարող է հաճախակի բաներ ծանրանան իր հոգու վրա։ Իսկ եթե մարդը չի ասել, դեռ սկսնակ է, իր մոտ հազվադեպ մեղքեր, պիտի շատ այնտեղ ծանր երևելի մեղքեր լինի, որ ծանրանա հոգու վրա, որտեղ իր համար դեռ հələ մեղք հասկացողությունը չի եւ ամեն ինչ չի, որ իր մոտ այդպես ծանր մեղք է թվում։ Շատ բաներ, որ մի ուրիշի համար կարող է ծանր թվա, իր համար նույնիսկ նկատելի էլ չի։ Ընդհանրական խոստովանությունը պետք է մեր ընդհանուր մեղքերի համար, իսկ անհատական խոստովանությունը պետք է մեր կոնկրետ գործած մեղքերի համար, որոնք ծանրանում են մեր հոգու վրա։ Մենք միլիոնավոր մեղքեր ունենք, բայց այդ միլիոնավոր մեղքերից կարող է 5-ն է ծանրացել իմ հոգու վրա, կամ 2-ը, կամ 1-ը, որոնք ինձ տանջում են։ Այ ես պիտի գնամ ընդհանրական խոստովանությամբ, խոստովանեմ այդ մեղքերը, որ հետո ընդհանրական խոստովանությունը մի քանի փուլ է իր մեջ ներառում։ Մեղքի գիտակցում։ Առաջինը, մարդը պիտի գիտակցի, որ իր արարքը մեղք է։ Մեղքի գիտակցում։ Կարող է մարդը գործի մեղք, բայց ինքը չհասկանա, որ ինքը մեղք է գործել։ Երկրորդ, զղջում, երբ որ ինքը խորը ներքին ցավ է ապրում իր գործածի համար, իր հոգին ցավում է, ինքը տանջվում է։ Երրորդ, պիտի գնա եկեղեցի եւ հոգեվորականի ներկայությամբ Աստծո առաջ խոստովանի իր մեղքը, խոստովանություն։ Չորրորդ, հատուցում,
Հոգևորականը կարող է իրան հատուցում կամ ապաշխարանք նշանակի։ Ասի այ դու այդ մեղքիդ դիմաց, գողությանը դիմաց պիտի տանես ամբողջ գողացածդ վերադարձնես, մի բան էլ վրան ու մի հատ էլ ներողություն խնդրես։ Դու վիրավորելու համար պիտի գնաս այդ մարդուց ներողություն խնդրես։ Դու մանկասպանության մեղք գործելու համար, աբորտ անելու համար չես կարող հատուցել, բայց ինչ կարող ես անել։ Պիտի այսքան ժամանակ աղոտ կանես, պահք պահես, ողորմության գործեր անես, այսինքն ինչ որ մի ձևով փորձես քո մեղքի համար ապաշխարել, ինչով շարունակական աղոթքներով, արտասուքով, ծոմապահություններով, ողորմության գործեր անելով, այսինքն այս հատուցումը պիտի պատրաստ լինես հատուցելու, այսինքն քահանան ինչ որ ասում է անել, եւ հաջորդ վերջին արդեն արձակում, ասեցի մեղքի գիտակցում, զղջում, խոստովանություն, հատուցում կամ ապաշխարանք եւ արձակում։ Այս անհատական խոստովանության ժամանակ մարդը անցնում է այս փուլերի միջով, մինչդեռ ընդհանրական խոստովանության ժամանակ չգիտես մարդը ինչի միջով անցավ։ Ծունկի եկավ, բոլորի հետ ասեց մեղա Աստծո եւ քահանան արձակեց։ Այս մյուսները չկա։ Կարող է քահանան խոստովանությունը ուրիշի հայտնել։ Ոչ, ասում է, ոչ շեշտ դրել վրան, որ խիստ ոչ։ 554 թվականին տեղի ունեցած Դվինի երկրորդ ժողովի 19-րդ կանոնում հստակ նշվում է, որ եթե քահանան խոստովանությունը պատմի մեկ այլ մարդու, ապա կզրկվի քահանական իր կարգից։ Կարգալույծ են անում, ասում են։ Խոստովանության գաղտնիությունը եւ ոչ հրապարակելի լինելը ամրագրված են նաև Հայաստանի Հանրապետության դատավարության օրենսգրքով, արձանագրելով, որ խոստովանահայրը որպես վկա չի կարող կանչվել կամ հարցաքննվել եւ խոստովանահայրը ասում է չի կարող վկալ, այսինքն գնալ դատարանում կամ քննիչի մոտ կամ ինչ-որ միտեղ վկայություն հայտնել, վկայություն տալ։ Որ դեպքում քահանան կարող է սուրբ հաղորդություն չտալ ցանկացողին։ Երբեմն քահանաները սուրբ հաղորդություն չեն տալիս մարդկանց։ Եթե տվյալ մարդը ապաշխարության մեջ է կամ ֆիզիոլոգիական առումով անմաքուր է, ապա քահանան չի կարող սուրբ հաղորդություն տալ։ Բնականաբար սուրբ հաղորդություն չի կարելի տալ նաև չմկրտվածին, քանզի նա եկեղեցու անդամ չէ։ Եթե քահանան ճանաչում է տվյալ մարդուն եւ գիտի, որ նա ծանր մեղքի մեջ է եւ չի զղջացել, ապաշխարել եւ խոստովանել, կամ չի հավատում, որ սրբագործված հացն ու գինին Տիրոջ մարմինն ու արյունն են, ապա այդ դեպքում նույնպես չպետք է սուրբ հաղորդություն տա։ Եվ մարդը գալիս է պատարագից առաջ գալիս ասում է, Տեր հայր, մեղք ունեմ, ուզում եմ պայմանավորվենք կամ խոստովանեմ։ Լավ ասում եմ, պատարագից հետո մենք կպայմանավորվենք, որ դու գաս առանձին մենք խոսենք, չէ՞։ Եվ հետո մեկ էլ տեսնում ես այդ մարդը բոլորի հետ մոտեցել է հաղորդությանը։ Ասում եմ, դու խոստովանելու մեղք ունես, ո՞նց ես հաղորդության մոտեցել։ Մինչև չխոստովանվես, չարձակվես, այսինքն մարդը մտածում է, այդ մեղքը խոստովանելու ուրիշ բան է, հաղորդություն ստանալը ուրիշ բան է։ Չէ, առանց մեղքից արձակման մենք հաղորդություն չենք կարող ստանալ։ Դրա համար մենք պիտի լավ գիտակցենք այս պահերը, այսինքն քանի մարդը ապաշխարության մեջ է, օրինակ քահանան, որ շատ հաճախ ապաշխարանք է նշանակում, այ ասում է կգնաս գողացածը հետ կտաս, չէ՞։ Այս ինքնին նշանակում է, ենթադրենք մեծ գումար է, մարդը ասում է, այդքան գումար ես կարամ ենթադրենք վերադարձնեմ 6 ամսվա ընթացքում, չէ՞։ Ասում այ 6 ամիս հետո կգաս, նոր կարձակեմ, այս նշանակում է դու չարձակվեցիր, դու այդ 6 ամիս չես կարող հաղորդություն ստանաս, մինչև այդ մեղքիդ համար չհատուցես, հասկանում եք։ Կամ ապաշխարություն է նշանակել քահանան, մինչև այդ ապաշխարության շրջանը չանցնի, դիցուկ, մարդ է սպանել, ասում է մի տարի պիտի ապաշխարես, ուրեմն մի տարի դու զրկված ես հաղորդությունից։ Մինչև չարձակվես, մինչև քահանան արձակում չտա, դու չես կարող հաղորդում։ Եկեղեցական կարգուսարքը էս է մեզ սովորեցնում։ Սուրբ հաղորդությունը բոլորին տրվում է նույն բաժակից, վտանգ չկա հիվանդանալու կամ վարակվելու։ Իրականի մեջ, գիտեք, սուրբ հաղորդությունը, ասում ենք սուրբ հաղորդություն, Քրիստոսի մարմինն ու արյունն է,
սուրբ, հա, սրբություն, հա, սրբությունը կարա բարակ փոխանցի, չի կարա, սրբությունը չի կարա բարակ փոխանցի, սրբությունից մարդ չի կարող բարակվել, նույնիսկ որոշ բաներ կա, չէ, ասում են արծաթը կամ ազնի մետաղները բան չէ, ինչ որ տենց բարակ չեն փոխանցում կամ դրանք մաքուր են բան, եթե ընդամենը մետաղը բարակ չի փոխանցում, բայց սրբությունը ոնց կարա բարակ փոխանցի, խաչը սուրբ է, խաչը օծված է, օրտնված է, օծված է, խաչից միայն կարող ես բարակվել օրտնությամբ, ուրիշ բանով չես կարող բարակվել խաչից, խաչից ավետարանից միայն օրտնություն է բխում եւ չես կարող բարակվել, չնայած ես ասեմ, մեր հավատացյալների մեջ մարդիկ կան, որ, չգիտեմ, հատուկ այտենց ներքին հոգեվիճակ կամ հոգեբանություն ունեն կամ բան, վախենում են, մարդիկ կան, որ այդպես մոտենում են, կարծեք թե ուզում են ցույց տան, որ համբերեցին, բայց զգում են, որ իրենք չեն համբուրում, իրենք համբուրելու պատրանք են ստեղծում, որտեղ վախենում են ինչ-որ մի բանից։ Ես իրանց այդ վիճակից ազատել եմ, էլ խաչը չեմ մոտեցնում, որ ինքը ձև անի համբուրելու, հա, ընկնի բանի մեջ։ Ես ուղղակի խաչը դնում եմ իր գլխին, անցնում եմ առաջ։ Ինքը խնդիր ունի, ինքը կարող է հոգեբանական ներքին խնդիր ունի, հա, մարդ կա օրինակ, այտենց մարդիկ կան, ես գիտեմ։ Ծնողը իր երեխայից բանը, չասեմ զզվում է, խուսափում է, այսինքն երեխայի կերած գտալով ինքը չի ուտի, երեխայի խմած բաժակից ինքը այտենց ծնողներ կան, իրանք մարդու տեսակ է, հասկանում եք, մարդու տեսակ է, իր ներքին վիճակն է, հա, հիմա մենք կարող ենք հազարս էլ նույն բաժակից խմել, ուտել, չգիտեմ, նույն բաներից օգտվել, բայց այդ մարդը այդ տեսակ է, հասկանում եք, հիմա այդ մարդուն չես կարա, իվան պարտադրես կամ անի, ինքը իր խնդիրը ավելի շուտ ոչ թե բանը, ոչ թե հաղորդության հետ է կապված, ոչ թե խաչի սուրբ լինել, սուրբ չլինելու հետ է կապված, իր ներքին հոգեվիճակի հետ է կապված, որտեղ ինքը իրանից ծնված երեխայից ինչ որ բան անում, բան է պահում, հեռավորություն է պահում, ուրեմն հաղորդությունը միանշանակ չի կարող բարակ փոխանցել, ժողովուրդ ջան, մենք հավատում ենք դրան, եւ ավետարանն էլ այդ սովորեցնում, երբ որ Բորոտը մոտեցավ Քրիստոսին, այսինքն չհամարձակվեց մոտենալ, Քրիստոսը մոտեցավ Բորոտին եւ դիպավ Բորոտին, բայց ոչ թե ինքը վարակվեց, այլ Բորոտը վարակվեց իր սրբությամբ եւ բժշկվեց։ Մենք խաչին չենք կարող վարակել, խաչը կարա մեզ վարակի իր սրբությամբ եւ մենք բժշկվենք։ Սուրբ հաղորդությունը Քրիստոսի մարմինը եւ արյունը չի կարող բարակ կամ հիվանդություն փոխանցել որևէ մեկին։ Միավ ձիավով հիվանդներին կարելի է սուրբ հաղորդություն տալ։ Խնդիրն իսկապես նուրբ է եւ նոր մարտահրավեր, ոչ միայն աշխարհի, այլ նաեւ հոգեվորականների համար, որոնք ամեն ինչ պետք է անեն նման մարդկանց օգնելու, նրանց մեջ մեղքի գիտակցություն արթնացնելու, ապաշխարության կոչելու, միաժամանակ դրսևորելով անսահման սեր եւ կարեկցանք, հույս ներշնչելով կյանքի հանդեպ եւ նպաստելով հասարակության մեջ նրանց ամբողջական ինտեգրմանը։ Պետք է գիտենալ, որ միավը մարդու իմունային անբավարարության վիրուսն է, որի վերջնական փուլը ձիավն է։ Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը։ Միավը մարդուն փոխանցվում է սեռական ճանապարհով, արյան միջոցով, ինչպես նաև վարակագիր մոր միջոցով։ Այն չի փոխանցվում օդի, ջրի, սննդամթերքի եւ կենցաղային առարկաների միջոցով։ Այլ խոսքով, հնարավոր չէ վարակվել միավով, երբ շփվում ես վարակագրի հետ, ձեռքով նրան բարևում, գրկախառնում, համբուրվում, օգտվում նրա անկողնային պարագաներից եւ հագուստից, լողավազանից, սանհանգույցից եւ այլն։ Այս վարակը հնարավոր չէ ձեռք բերել նաեւ խաչ կամ սրբապատկեր համբուրելիս եւ սուրբ մկրտության ավազանի ջրի միջոցով, ուստի եկեղեցու հորդորը մեկն է՝ ժուժկալություն եւ հավատարմություն, որոնց դեպքում միայն պաշտպանված կլինեք 21-րդ դարի այս ժանտախտից։
Ի վերջո, այս վարակի պատճառը մեղքն է, հասարակությունների բարոյական անկումը և հոգեզուրկ վիճակը, երբ ազատության աստվածադիր շնորհի ներքո քարոզվում է սանձարձակություն և անամոթություն։ Հայոց եկեղեցին այս հարցում որևէ պաշտոնական դիրքորոշում դեռ չի հայտարարել, բայց մի քանի հոգևորականներ, վերապատրաստվելով և համապատասխան գիտելիքներ ձեռք բերելով, հոգևոր խնամք են տանում և աշխատում նմանատիպ մարդկանց հետ։ Եթե մարդը մկրտված է, զղջացել է իր կատարած մեղքերի համար, ապաշխարել և ցանկություն ունի սուրբ հաղորդություն ստանալ, ապա չենք կարող մերժել նրան։ Քրիստոնյան պետք է հավատա սուրբ հաղորդության բժշկող զորությանը, իսկ միաձիավով հիվանդներն առավել կարիք ունեն Տիրոջով զորանալու և իմաստավորելու հետագա իրենց կյանքը։ 2004 թվականի հոկտեմբերի 1-ին Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը հավանություն տվեց միաձիավի տարածման դեմ և նմանատիպ մարդկանց հետ աշխատանքի մասին հայեցակարգին, որում առաջին արտոնվում էր նման մարդկանց հաղորդություն տալը։